Առաջին, ինչպես գիտեք, մայիսի 4-ին եւ 5-ին Երևանում կայանալու է երկու խոշոր միջոցառում։ Նախ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, իսկ հետո Եվրամիություն Հայաստան առաջին գագաթնաժողովը։ Վերջին տարիները ցույց են տվել, որ եվրոպական բարձրաստիճան ղեկավարները չեն ուզում տեսնել այն իրականությունը, որ գոյություն ունի Հայաստանում, գերադասելով իրենց սփոփել մեր երկրում ժողովրդավարության մասին քաղցրահունչ, բայց իրականությունից կիլոմետրերով հեռու հեքիաթներով։ Բռնազավթված Արցախ, էթնիկ զտման ենթարկված արցախայության խնդիրներ, Արցախում հոշոտվող հոգևոր մշակութային ժառանգություն, Բաքվի բանտերում տառապող գերեվարված պատանդարված հայեր, քաղաքական բանտարկյալներ Երևանում, անօրինական հարձակումներ եւ ճնշումներ հայ առաքելական եկեղեցու վրա, խոսքի ազատության աննախադեպ սահմանափակումներ, իշխանազավթ քաղաքական ուժի կողմից հրահանգավորվող ոստիկանական եւ դատական համակարգեր իրենց հակաօրինական գործողություններով, ահա այն ամենը, ինչ եվրոպացիները գերադասում են չնկատել։ Եվ մենք, որպես փորձառու եւ պատասխանատու կուսակցություն, առաջարկում ենք մյուս ընդդիմադիր ուժերին, որոնք ըստ ամենայնի զբաղված կլինեն բացառապես իրենց քարոզարշավներով, մեզ վերապահել այդ միջոցառումների օրերին համատեղ, կրկնում եմ, համատեղ ձեռնարկումներ մշակելու եւ իրականացնելու գործում։ Մի քանի տասնյակ բարձրաստիճան պատվիրակությունների, օրենքի եւ եվրոպական քաղաքական մշակույթի շրջանակներում պետք է ներկայացնել ամբողջ իրականությունը Հայաստանի ժողովրդավարության մասին։ Այն, ինչ այս ռեժիմը պլանավորել է որպես նախընտրական խնջույք, պետք է եւ կարող է դառնալ ընտրություններից առաջ մեր երկրի դառը իրականությունը ներկայացնելու առիթ, ճշմարտության պահ։ Եվ հանրապետականը կարող է այս ամենը համակարգել մյուս ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությամբ, եթե իհարկե նրանց կհետաքրի նման առաջարկը եւ եթե նրանք ժամանակ կգտնեն միանալ եւ միասին զբաղվել նաեւ համազգային այս խնդիրներով։ Երկրորդ, շատ է խոսվում այն մասին, որ առաջիկա ընտրություններին ռեժիմին հաղթելու համար հարկավոր է մոտիվացնել մեր քաղաքացիներին, ապահովել մասնակցության բարձր ցուցանիշ։ Մենք հայտարարում ենք, որ հանրապետական կուսակցության գործունեությունը այս համագումարից սկսած մինչև հունիսի 7-ը ուղղված է լինելու համապետական այդ ընտրություններին մեր հայրենակիցների մասնակցության խթանմանը, գնա որ գնան կարգախոսի ներքո, տարաբնույթ ակցիաներով, քարոզչությամբ, տեղեկատվական արշավներով, բնակիչների հետ հանդիպումներով։ Մենք կօգտագործենք ամեն հնարավորություն համոզելու մեր քաղաքացիներին գնալ ընտրատեղամասեր եւ ընտրել այնպիսի ուժերի, որոնք վերջ կտան Հայաստանի այսօրվա նվաստացմանը, վերջ կտան այս դավադիր, աղետաբեր ռեժիմին։ Երրորդ, գաղտնիք չէ, որ այս փուլում